Նախորդ օրիներում ցույց էի տվել, որ կարդում եմ Օլիվեր Թվիսթի անգլերեն տարբերակը, արդեն ավարտել եմ եւ մի քանի խորհուրդներ անգլերեն գրքեր ընտրելիս, կարդալիս։ Սա բավական բարդ մակարդակի B2-ից արդեն C-ի մակարդակին է համապատասխանում, որովհետեւ բավական բարդ բառեր էին, բառապաշարը բավական բարդ էր, կառուցվածքը, խոսակցական անգլերեն, նաեւ հին անգլերենին բնորոշ շատ հատվածներ կային եւ խորհուրդ եմ տալիս գիրք ընտրելուց անպայման ուշադրություն դարձնել, թե որ մակարդակի համար է նախատեսված գիրքը։ Մյուս խորհուրդը այն է, որ գրքի սյուժեն նախապես ընթերցեք, հասկացեք, թե ինչի մասին է լինելու ամբողջ պատմությունը, գիրքը, որպեսզի հետո դժվարություն չառաջանա եւ ձանձրալի չթվա, այլ արդեն կարդաք, միանգամից հասկանաք ու շատ արագ ավելի առաջ գնաք։ Գրքերի հետևում գրեթե կան նաեւ բառապաշարի հատված, բառարանի հատված կա, որտեղ կարող եք շատ դժվար եւ բարդ բառերի բացատրությունները գտնել։ Նաեւ խորհուրդ եմ տալիս ընտրել գրքեր, որոնց հայերեն տարբերակը կարդացել եք կամ ինչպես նշեցի, սյուժեն ծանոթ է ձեզ, դա ավելի հետաքրքիր ու հեշտ է դարձնում ընթերցանությունը անգլերենով։